Առանց ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի YouTube-յան ալիք եթերում, այսօր աշխատանքային օր եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը տեղեկացավ, որ ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Դավիթ Ղազինյանը պահվում է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Ինչպես հայտնի է, հակակոռուպցիոն դատարանը բավարարել է հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը եւ Դավիթ Ղազինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստության հատկանիշներով, վերջինիս առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ որևէ մեկի հետ ոչինչ չի խոսել այդ թեմայով։ Հրապարակ թերթը գրում է. ՊՊ նախկին հրամանատար 5.5 տարով դատապարտված Ջալալ Հարությունյանը, որը պատիժը կրում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, արդեն քանի օր է Տելեգրամում օնլայն է։ Նա 44-օրյա պատերազմի գործով է դատվել զինվորական պաշտոնական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածով։ Պատիժը կրում է 25 թվականի աշնանից։ ՔԿ աղբյուրի փոխանցման պրոբացիոն ծառայությունը վերանայել է նրա պահպանման պայմանները, բաց ռեժիմը, ինչը նշանակում է բանտից դուրս գալ, աշխատել եւ այլն։ Մեզ ասացին իշխանությունը սպասում է ընտրություններին, որ փոխեին Ջալալի ռեժիմը։ Հաջորդ քայլով պայմանական վաղաժամկետով ազատելու են պատժի կրման 1/3-ը լրանալու հիմքով։ Ասում են Հարությունյանն իրեն ճիշտ է պահել ցուցմունքներում, Փաշինյանին մաքրել է պատերազմի պարտության մեղքից։ Նա մտերիմներին անգամ բողոքել է, թե չի հասկանում, ինչու այդքանից հետո իրեն նստացրին։ Փաստն այն է, որ նրա նկատմամբ ավելի բարյացկամ են, քան ասենք Միքայել Արզումանյանի, որը պատերազմի վերջին օրերին է պաշտոն զբաղեցրել, բայց երկար նստեց եւ քանի ամիս է տնային կալանք է կրում։ Փորձեցինք Ջալալ Հարությունյանի ռեժիմի փոփոխության մասին ՔԿՑ հանրային կապերի բաժնից կամ փաստաբանից պարզաբանում ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Հրապարակ թերթը գրում է. չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսվում, սակայն մարզպետների կազմում սպասվում են։ Խոսում են, որ մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը, նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն падգամավորի կարգավիճակում։ Ամիսներ անցել Լոռու մարզպետի հաստիքը թափուր կդառնա, քանի որ Արեն Մկրտչյանին դիտարկում են Վանաձորի ՔՊ թեկնածու։ Խոսակցություններ կան նաև, որ հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշյանյանն էլ նորից խորհրդարան վերադարձեն, մինչև 2028 թվականը մարզպետների ինստիտուտը վերանալու է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անցած 5 շաբթի կայացած արտահերթ վարչության նիստը, որտեղ փակ քվեարկությամբ իսկ ըստ իշխանական շրջանակների փաստացի Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմամբ քվեարկվեց իշխող ուժի ազգային ժողովի նախագահի թեկնածուն, անցել է լարված մթնոլորտում։ Օրաթերթի ԿՊ վարչության իրազեկ աղբյուրների փոխանցմամբ նիստի ընթացքում, երբ ամփոփվել են քվեարկության արդյունքները եւ պարզ է դարձել, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն, իսկ առավել մեծ հաջողություն է վայելել Ռուբեն Ռուբինյանը, սրահում իրավիճակը բավական լարվել է։ Օրաթերթի տեղեկություններով Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, այժմ ԿՊ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանը, տեղեկանալով քվեարկության արդյունքների մասին, անմիջապես եւ ցուցադրաբար դուրս է եկել նիստերի դահլիճից, չթաքցնելով իր դժգոհությունը։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր աղբյուրների, Ալեն Սիմոնյանն է դուրս եկել, դիմել իր թիկնազորի աշխատակիցներին հասցնելով. նայեք, լրագրողներ չլինեն, դուրս գանք։ Աղբյուրների փոխանցմամբ այդ քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհություն բացահայտ ցուցադրում Ռուբեն Ռուբինյանի օգտին կայացված որոշումից։ ԿՊ-ական աղբյուրների խոսքով, այս պահվածքը կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել։ Ավելին, վարչության մի շարք անդամներ քննադատել են հատկապես Հասմիկ Հակոբյանի վարքագիծը, նշելով, որ անկախ անձնական համակրանքներից եւ քաղաքական նախընտրություններից իշխող ուժի падգամավորից սպասվում էր առավել զուսպ եւ հավասարակշռված կեցվածք, հատկապես այն պայմաններում, երբ որոշումն ընդունվել էր կուսակցության ներսում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ներկայությամբ, եւ նա եղել է նստած դահլիճում։ Օրաթերթը փորձեց Հասմիկ Հակոբյանից մեկնաբանություն ստանալ հարցի վերաբերյալ, թե ինչու է դեմոնստրատիվ լքել դահլիճը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերջերս հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել։ Դրանից հետո առողջապահական համակարգում ակտիվացել են քննարկումները նախարարի տեղակալների շուրջ։ Օրաթերթի տեղեկություններով ամենաշատ քննարկվող անուններից մեկը փոխնախարար Լենան Անուշյանն է, որի մասով եւս հարցը մնում է բաց, քանի որ հնարավոր վերանշանակումը համակարգում տարակուսանք կառաջացնի։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շարունակության հարցը փաստորեն այլևս փակված է։ Նախարարն ինքն է հայտարարել, որ շարունակելու է իր աշխատանքը, իսկ այժմ առողջապահական համակարգում հիմնական քննարկումները տեղափոխվել են փոխնախարարների կազմի ձևավորման դաշտ։ Չնայած համակարգում առկա բազմաթիվ դժգոհությունների, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է նաև փոխնախարար Լենա Նանուշյանի վերանշանակման տարբերակը։ Հրապարակ օրաթերթը գրում է. նոր ձևավորվող ԱԺ-Անդրանիկ նիստին մոտ 1 ամիս կա, սակայն ընդդիմադիր դաշինքները դեռ կանգնած են դժվարին որոշման առաջ։ Վերցնել, թե չվերցնել մանդատները։ Երկու ուժերին բոլոր կողմերից հորդորում են չվերցնել մանդատները, իշխանությանը թողնել միայնակ, համոզված, որ ամիսներ անց ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ։ Սակայն ունենալով արտաքին աջակցություն, ինչու պիտի Փաշինյանը գնա դրան, եթե կարող է միայնակ կառավարել եւ դա ճգնաժամի չի հանգեցնում։ Ուժեղներն անցած շաբաթ քննարկում արեցին, պարզելու, թե ժողովուրդն ինչ է ուզում։ Քոչարյանի թիմը լռում է, էստաֆետը թողնվել է թիվ 1 ընդդիմադիր ուժին։ Կարապետյանի թիմից ասացին, որ ընտրություններից հետո իրենք կողմ են եղել մանդատներից հրաժարվելուն, սակայն հետո սկսել են մտածել, ինչ է տալու բոյկոտը, եթե դրա այլընտրանքը փողոցային պայքարն է, որն այս պահին չունի պոտենցիալ, քանի որ ժողովուրդն էներգիան ընտրություններում սպառել է, իսկ Փաշինյանին գահանկեց անելու համար մանդատներ են պետք։ Քննարկումները շարունակվում են։ ՍԴՎՉ-ից հետո ընդդիմությունը կհայտնի մանդատները վերցնել-չվերցնելու որոշման մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկացավ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2026 թվականի մայիսի 26-ին կայացած որոշմամբ մերժել է քաղաքացի Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթի հարուցումը, ինչն էր դարձել բողոքի առարկա։ Ավետիք Չալաբյանն իր դիմումով պահանջում էր վարույթ հարուցել եւ արձանագրել Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային ծառայության մասին օրենքի եւ պաշտոնատար անձանց վարքագծի կանոնագրքի խախտումները։ Բողոքի հիմքում ընկած էին 2026 թվականի մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հնչեցրած հրապարակային հայտարարությունները։ Խոսքը վերաբերում է քաղաքացի Արմինե Սողոյանի եւ լրագրողների հետ ունեցած սուր երկխոսության ընթացքում Փաշինյանի կողմից օգտագործված կզացնելու ենք, սատկացնելու ենք, չոքացնելու եմ արտահայտությունները, ուղղված ընդդիմադիր գործիչներին։ Քաղաքացու հասցեին հնչեցված ողորմելին դուք եք եւ դուք եք կզել, փախել եք խոսքերը։ Նախընտրական հանրահավաքի եւ լրագրողների զրույցի ժամանակ համացածում հայտնված դիմականորված անձանց տեսանյութին ի պատասխան հնչեցված կոշտ ձևակերպումներին։ Իհարկե, մենք շարունակում ենք զարմանալ, թե ինչու են քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները, այս կամ այն ուժի առաջնորդները, ղեկավարները նման ակնկալիքով դիմում այս կառույցներին, սպասելով, թե նրանք Փաշինյանի դեմ որոշում կայացնեն։ Իհարկե, որոշում չեն կայացնի եւ բնական է, որ համակարգը այս ավանդույթներն են դրված, որ պետական ինստիտուտները ծառայում են օրվա իշխանություններին, ոչ թե պետությանը։ Օրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է, ծառայում են Փաշինյանին։ Վաղ Աստված մի արասցե կլինի Ալիևը, կծառայեն նույն հանգստությամբ Ալիևին եւ նրա ընտանիքին։ Լավ մնացեք, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48